Եվ երկրորդ հարցին անդրադառնանք մինչև ընդմիջման գնալը, որը ավելի լայն գլոբալ նշանակություն ունի եւ ես Ֆիդանյանից պետք է հարցնեմ, այս Իրանի եւ Ամերիկայի մեջ ինչա կատարվում, ինչքան զենք ու զրահ կար բերեցին մեր տարածաշրջան ու սենց ոնց որ կանգնել են, ինչա սպասվում։ Իրականում իրավիճակը բավականին բարդ է, որովհետեւ մի կողմից Միացյալ Նահանգները իրականացնում է ուժի ցուցադրություն, Պարսից ծոցի հատվածում, նաև մնացյալ այլ տեղերում կուտակելով իր զինուժը, իր ավիակիրները, իր կործանիչները, իր տարբեր հարվածային եւ պաշտպանողական համակարգերը, մյուս կողմից Ժնևում տեղի են ունենում բանակցություններ։ Հատկապես հետաքրքիր էր վերջին շաբաթների տեղ ունեցած իրողությունները եւ նախորդ բանակցությունների ռաունդում իրանական կողմը նշել էր, որ Արաղչի արտգործնախարար Աբբաս Արաղչի շուրթերով նշել էր, որ կա առաջընթաց։ Իսկ ամերիկացիները ընդունել են, որ կա առաջընթաց։ Հետաքրքրականը հենց դա է, որ ամերիկյան կողմը չէր նշել, որ կա առաջընթաց։ Այլ փոխնախագահ J.D. Vance-ը Fox News-ի տված հարցազրույցում նշել էր, որ բանակցությունները շարունակվում են եւ նախագահ ունի հնարավորություն ռազմական հարված կիրառել կամ գործիքակազմ կիրառել։ Իդեպ շատ փորձագիտական դեմքերի նաեւ միջազգային մակարդակով շատերի գնահատմամբ հարվածը իրականում անխուսափելի է։ Այստեղ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան ուղղակի ունի խնդիր միջազգային ասպարեզում ցույց տալ համար, որ փորձեցինք, հա, անել։ Միջազգային ասպարեզում ունենալ դաշնակիցներ այդ գործողության իրականացման համատեքստում, նաև Միացյալ Նահանգները խնդիր ունի ներսում սեփական հանրությանը համոզել, որ հարվածը պետք էր, այլ ընտրանք չկար, եւ Դոնալդ Թրամփը սպասում է ուղղակի հարմար պահի։ Ես կցանկանայի մեզ դիտողներին հիշեցնել 12-օրյա պատերազմը 2025 թվականի ամռանը։ Այդ ժամանակ մի հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ, որը որ հայաստանյան հասարակական քաղաքական տիրույթում չարժանացավ բավարար ուշադրության, բայց ես կարծում եմ, որ դա պետք է արժանանար ուշադրության։ Այդ պատերազմի օրերին նախ նշեմ ինչ իրավիճակ էր։ Պատերազմից առաջ էլ բանակցություններ էին տեղի ունենում Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև եւ հերթական ռաունդը պետք է տեղի ունենար Օմանում, բայց հունիսի 12-ին Իսրայելը հարված հասցրեց եւ բանակցությունները տապալվեցին։ Եվ ինչն էր հատկանշական, որ այդ օրերին Դոնալդ Թրամփը արեց մի հայտարարություն, որը որ ինչպես նշեցի, չէր քննարկվել մեր հասարակական քաղաքական տիրույթում բավարար չափով։ Նա հայտարարեց, որ իրենք ֆիզիկապես վերացրեցին իրանական վերնախավի այն հատվածին, որը որ կոշտ դիրքավորում ուներ Միացյալ Նահանգների նկատմամբ, այսինքն տեղի ունեցածը ըստ էության հետևյալն էր. բանակցությունների այդ շրջափուլը, որոնք իբրև թե միտված էին խաղաղ հանգուցալուծման, իրականում բլեֆ էր, որը որ իրականացվեց Իսրայելի, առավել կոնկրետ Բիբի Նեթանյահուի եւ Դոնալդ Թրամփի։ Հիմա նույն բանը ոնց որ թես տեղա, հա, այդ էս ուզում ասես։ Շատ հնարավոր է եւ դե հիմա ես ինձ գիտես ասեմ, ես հիմա այս ընթացքում ինձ զգում եմ մի քիչ որպես պարոն Նահապետյան, տենց ողջույններս նաեւ պարոն Նահապետյանին, Խաշմերուկ հաղորդման տրամաբանության մեջ ով էր այն մեր ունկն Կիրակի օրը ժամը 10-ին։ Այս նույն բաները ինչ որ ասում էր մեր Ֆիդանյանը, շատ ավելի խորքային ձևով, արդեն երկխոսության ձևով, ամեն դեպքում փաստենք, որ վտանգը շատ մեծ է եւ այն բանակցությունները, որ առաջի հայացքից կարող է տպավորություն թողնեն, որ հնարավոր է հանգուցալուծում դրանցով ապահովի ավելի շատ,
ոչ թե նպատակին միտված գործիք են, այլ միջոց են ժամանակ ցկելու կամ ինչ որ շղարշ ստեղծելու համար, այս այդ բառը հիշեցի։ Իդեպ իրանական կողմը իմ դիտարկմամբ ցանկանում է գործարք որոշակի, բայց Իրանը ունի նաև կարմիր գծեր, դա կապված է ուրանի հարստացման հետ եւ բնականաբար կապված է նաև հրթիռային ծրագիրը չհարկելու հետ։ Ուրանի հարստացման մասով իրենք կարծես որոշակի առաջարկներ ունեն Միացյալ Նահանգներին, բայց հրթիռային ծրագրի դադարեցման մասով դա հստակորեն իրենք մերժում են։ Եվ այս համատեքստում պետք է նաև մի քանի այլ դիտարկում իրականացնել, եթե Աստվածաշանի լինի հարված, ապա դա բնականաբար չի լինելու 12-օրյա ռազմական բախման կամ պատերազմի դրամանությամբ լինելու է շատ ավելի լայնածավալ միգուցե։ Եվ ես ուզում հիշեցնել մեր հեռուստադիտողներին անգամ այդ կարճ շրջափուլում արդեն որոշակի օրեր անց, երբ որ մեկնարկել են ռազմական գործողությունները, Իրանից գալիս էին ընտանիքներ Հայաստանի Հանրապետություն։ Մի խոսքով առաջի ալիքը հենց դրան է վերաբերվում, այսինքն հումանիտար խնդիր կարող է առաջանալ, աշխարհաքաղաքական եւ այլն։ Մի խոսքով ահավոր վիճակ կարող է լինել։ Այո։ Մեր առաջի հյուրը, քանի որ այստեղ է, ես նորից ասեմ, Կիրակի օրը ժամը 10-ին մի մարդու պես նայում ենք Ֆիդանյանի եւ Նահապետյանի խաչմերուկը, այս թեման կարևոր թեմա է, հույս ունենք, որ մինչև այդ գոյաբանական թեմա է իրականում։ Գոյաբանական թեմա է, հույս ունենք մինչև այդ ինչ որ վատ բաներ չեն լինի եւ ինչ որ հրաշքով կհաջողվի առհասարակ այս վտանգներից մեր հարևան, մեր բարեկամ Իրանը խուսափի, որտեվ խնդրեմը շատ մեծ է եւ հեչ լավ պրոգնոզներ չեն, որ փորձագետները տալիս են։